Միջազգային լրահոսն այսօր։ Իսրայելական կործանիչները այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակա շրջանների վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերով օդային հարձակման նպատակը վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուկ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելն է։ Իսրայելի հարվածների հետևանքով տուժածների մասին առայժմ չի հաղորդվել։ Նեթանյահուի պնդմամբ հարվածը եղել է հստակ ուղեր սիրիական ռեժիմին, առ այն, որ Իսրայելը թույլ չի տա, որպեսզի Դամասկոսի հարակից ուժերը տեղակայվեն կամ ինչ-որ սպառնալիքներ դրուզների համայնքի համար թույլ տան։ Սիրիայի նախագահի աշխատակազմը դատապարտել է հարվածը ու այն որակել Սիրիայի պետական ինստիտուտների ու ինքնիշխանության դեմ ուղղված լուրջ սրացում։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով այս շաբաթ առնվազն 70 դրուզ է սպանվել Սիրիայի տարբեր բնակավայրերում անվտանգության ծառայության աշխատակիցների հետ զինված բախումների ընթացքում։ Աշխարհում մոտ 1 միլիոն դրուզների կեսից ավելին բնակվում է Սիրիայում, հիմնականում հարավային Սուեյդա նահանգում ու Դամասկոսի որոշ արվարձաններում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում հռչակել է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ ավելին են արել, քան մյուս երկրները հաղթելու համար։ Մեր դաշնակիցներից եւ ընկերներից շատերը նշում են մայիսի 8-ը որպես հաղթանակի օր, բայց մենք ավելին ենք արել, քան ցանկացած այլ երկիր երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի հասնելու համար։ Truth Social հարթակում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նոյեմբերի 11-ն էլ հռչակել է առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Մենք հաղթեցինք երկու պատերազմներում էլ։ Ոչ ոք մեզ մոտ չէր ուժով, քաջությամբ կամ ռազմական հմտությամբ, բայց մենք դա երբեք չենք նշել, որովհետև չունեինք առաջնորդներ, ովքեր գիտեին, թե ինչպես պետք է դա անել։ Մենք պատրաստվում ենք նորից սկսել տոնել մեր հաղթանակները, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ ներքաշվեց դեկտեմբերի 7-ին, մինչև ճապոնական նավատորմը հարձակվեց Փերլ Հարբորում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայի վրա։ Գործողությունը ավարտվել է 1944 թվականի օգոստոսի 31-ին Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածի ազատագրմամբ, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ն օգնել է իր դաշնակիցներին զինամթերքով, տանկերով, ինքնաթիռներով, բեռնատարներով, ինչպես նաև սննդով։ Իրանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարարը։ Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության կհասնեն։ Հետաձգման պատճառը տեխնիկական խնդիրներն են։ Տեղեկությունը հաստատել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Օմանի եւ ԱՄՆ-ի գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների 4-րդ փուլը լոգիստիկ ու տեխնիկական պատճառներով, գրել է նա X-ի իր միկրոբլոգում, ապա հավելել միջոցով լուծում գտնելու Թեհրանի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար ու հավասարակշռված գործարքի հասնելու հարցում, գրել է Արաղչին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը հազիվ թե շուտով ավարտվի։ Ըստ Վենսի ԱՄՆ վարչակազմի առջև այժմ ծառացած է Ռուսաստանին ու Ուկրաինային օգնելու խնդիրը՝ գտնել ոսկե միջինը։ Ավելի քան 3 տարի տևած հակամարտությանը վերջ դնելու համար ընդ որում հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան ու վերջ դնեն պատերազմին։ Իհարկե, ուկրաինացիները զայրացած են, որ իրենց երկիր ներխուժել են նրանք, շարունակել է Վենսը, բայց արդյոք մենք իսկապես շարունակելու ենք հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն տարածքի վրա։ Հինգշաբթի Fox News-ին տված առանձին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ է բեկում մտցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ հատկացնել կարգավորմանը։ Միացյալ Նահանգների բանակը պատրաստվում է Վաշինգտոնում վիթխարի զորահանդես անցկացնել, որին կմասնակցեն հազարավոր զինվորներ ու հարյուրավոր տրանսպորտային միջոցներ։ Նախնական ծրագրով շքերթը պետք է տեղի ունենա հունիսի 14-ին Վաշինգտոնում ազգային ծառուղում։ Նախատեսվում է ներգրավել ավելի քան 6600 զինծառայող, առնվազն 150 միավոր տեխնիկա, 50 ուղղաթիռ, 7 զինվորական նվագախումբ ու մեծ թվով քաղաքացիական անձիկ։ Միջոցառումը ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված տոնակատարության մի մասն է, սակայն տոնակատարության նոր տարը զորահանդեսն է, մի գաղափար, որը վաղուց առաջ էր մղում Դոնալդ Թրամփը։
Այն անցկացնելու որոշումը դեռևս վերջնականապես չի ընդունվել, փաստաթղթերում չի նշվում միջոցառման մոտավոր արժեքը, սակայն վերլուծաբանները գնահատում են, որ ծախսերը կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների։ Մասնավորապես դա վերաբերում է լոգիստիկ աջակցությանը, սարքավորումների, ինքնաթիռների ու անձնակազմի տեղափոխումը մայրաքաղաք, ինչպես նաև միջոցառման մասնակիցների կացարանն ու սնունդը։ Այդ ծրագրերը մտահոգություններ են առաջացրել Վաշինգտոնի քաղաքային իշխանությունների շրջանում, ծանր տեխնիկայի կողմից ճանապարհի մակերեսը վնասելու հնարավորության առնչությամբ։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրայգիր Նյուզի հետ։